Սպիտակի ավերիչ երկրաշարժի վերքերն Արցախում էլ թարմ են, անմեղ զոհերի իշատակը հավերժացնող հուշակոթողին նորից ծաղիկներ ու նորից լուր խոնարհում որպես հարգանքի տուրք։ Ստեփանակերտում այսօր համախմբվել են համազգային ցավի շուրջ, 28 տարի անց էլ հիշողությունները թարմ են, հատկապես նրանց մոտ, ովքեր աղետի գոտում էին կամ ովքեր այսօր վերապրել են ավերիչ երկրաշարժի արհավիրքը։ Նրանցից մեկն էլ գյումրեցի Հակոբ Հովհաննիսյանն է։ Ես Գյումրիում էի, աշխատատեղում էի։ Չկա մի գյումրեցի ընտանիք, որը կորուստներ չունենար։ Բայց ինչպես միշտ հայ ժողովուրդը այդ կրիտիկական պահերին ավելի է համախմբվում, ավելի է ամրակուր դառնում եւ ես այսօր ինքս շատ շնորհակալ եմ Ղարաբաղի ժողովրդին, մեր հայ ազգի մի մասին, որը չի մոռանում այսօրը։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում գրանցված ավելի քան 9 բալ հզորությամբ երկրաշարժից ավերվել է 11 քաղաք և 58 գյուղ, տուժել 21 քաղաք ու 342 գյուղ։ Պաշտոնական տվյալներով աղետի գոտում զոհվել է 25,000 մարդ, անօթևան մնացել 514,000-ը։ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի իշատակին այսօր ծաղիկներ են խոնարհել նաև Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Քաղաքաշինության նախարարի խոսքով Սպիտակի ավերիչ երկրաշարժի դասերն արդիական են։ Կարեն Շահրամանյանի համոզմամբ խորհրդային Հայաստանում ընդունված էր 7 բալ սեյսմակայուն շինարարության չափանիշը։ Աղետից հետո այն փոխվել ու առ այսօր մնում է 9 բալ սեյսմակայունությունը։ Ոլորտի պատասխանատուն հիշեցնում է, սեյսմիկ անվտանգության համատեքստում Արցախում խոցելի են մնում խորհրդային տարիներին կառուցված շենք-շինությունները։ Բոլոր շենքերն ու շինությունները նախագծվում են 9 բալ սեյսմակայուն շինարարության նորմերին ու պահանջներին համապատասխան։ Այսինքն հենց ի սկզբանե շենքերի նախագծերում, կոնստրուկցիաներում օգտագործում են այնպիսի ամրաններ, այնպիսի կոնստրուկցիաներ, որոնք կարող են դիմակայել 9 բալ երկրաշարժերին։ Բայց մենք ունենք խորհրդային տարիներից կառուցված շինություններ, շենքեր, որոնք դեռևս գտնվում են 7 բալ սեյսմակայուն շինարարության նորմերին համապատասխան կառուցված եւ դրանք վերազինել հասցնել մինչեւ 9 բալի շատ աշխատատար, շատ բարդ եւ շատ ֆինանսական միջոցներ պահանջող աշխատանքներ են։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հանդիսապետությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում այսօր կատարվել է ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հոգեհանգստյան կարգ։ Ըստ Պարքև-արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Սպիտակի երկրաշարժի մասին ոչ ոք չի մոռացել, այն հաղթահարել ու հաղթահարվում է ազգային միասնությամբ։ Երբեք մարդ չպիտի ցավը դարձը մոռանա։ Առաջի հերթին եւ մտից միջով փոքր հուվեր ի վիճակի է, հուվեր կարմա մահակավելնի էլեբիդիկե ներկայանա։ Սամոր եւ հոգու պարտքնա եւ Աստծո առաջ եւ մեր ժողովրդի առաջ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Զայրա Միրզոյանն Արտիքի դպրոցներից մեկում էր։ Մանկավարժը Գյումրիում բարեկամներ է կորցրել ու առ այսօր դժվարությամբ է հիշում այդ օրը։ Ամեն տարի փորձում է առաջինը ծաղիկներ խոնարհել երկրաշարժի զոհերի իշատակին ու այդ կերպ մեղմել կորստի կսկիծը։ Միշտ առավոտ մենակ որոշել եմ մարդ չի լինում, ես եթե որ նկատելա որ գալիս են, որ ստեղ երկու ծաղիկ ա դրած լինում, դա միշտ ես էի դնում առավոտ շուտ։ Պարզապես այսօր չստացվավ, մի քիչ ուշացումով եկա ու սպասում էի, որ բոլորը գնան, նոր ես գամ, որտեղ դա իմ ցավն է, ու ես ուզում եմ միշտ մենակ այդ ցավը տանեմ։ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի իշատակը հավերժացնող կոթողը Ստեփանակերտի հուշահամալիրում տեղադրվել է աղետից մի քանի տարի հետո ընդամենը։ Քանդակի հեղինակը երջանկահիշատակ Արմեն Հակոբյանն է։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր։